Որ սոցցանցերից եք օգտվում եւ որքան հաճախ եք հանդիպում կասկածելի կամ կեղծ տեղեկությունների։ Հիմնականում օգտվում ենք Facebook, Instagram, Twitter այդ հարթակներից։ Կեղծ լուրեր կարելի ասել ամեն օր էլ թերթելուց հանդիպում են կեղծ լուրեր։ Կարծես թե այնպիսի նյութեր են ի սկզբանե մեկնաբանում, որ մարդու ցանկություն է առաջանում մտնել, տեսնել թե ինչ է ու մտնելով տեսնում ես, որ ընդհանրապես նյութ չկա մեջը։ Դե միշտ էլ հենց այդ ֆեյքերն են ինչ որ անում են, հենց այդ սխալ լրատվամիջոցներն է, բաներն է, որոնք ժողովրդին խառնում են իրար։ Շատ կայքեր կան, որ ընդհանրապես ուշադրությունը չեմ դարձնում։ Դաժե խելքս չի հասնում։ Իսկական եմ ասում, ասենք մեկ բան է, TikTok է, Facebook թերթել եմ դե ուրիշ բան չէ։ Նախընտրական շրջանում թե ֆեյք ինֆորմացիաները, թե ֆեյք զանգերը շատանում են։ Կարող եք հիշել վերջին նման դեպքը։ Ժողովրդին մոլորեցնող Ալիևի հայտարարությունը, որ 3-4 տարի առաջ ինչ-որ մի կոնտենտի դրված հատվածով ասում էին, որ Հայաստանի օտային տարածքը առանց Հայաստանին հարցնելու օգտագործում են, ամենացայտուն օրինակներից մեկն էր։ Վերջի կեղծ լուրը, եթե չեմ սխալվում, սահմանահատության վերաբերյալ էր, իբր երկու այլ ազգի բեռնված անցել են սահմանը, բայց փորձեցինք ճշտեցինք տարբեր միջոցներից, որ հաստատ կեղծ էր, էլի նման բան չէր եղել։ Օրինակ մենք հիմա սահմանամերձ գոտում ենք ապրում, այստեղ մենք ունեցել ենք կամուրջ, որ կարողացել ենք անցնել Թուրքիայի սահմանը, ասում են, որ պետք է վերանորոգվի, բայց դե արդեն 2 տարի անցել է ու չի վերանորոգվել, այսը արդեն ցույց է տալիս, որ սուտ տեղեկություն է։ Ուղղատիրի պատմությունն էլ շատ բաներ, որ ասում են օտային սահմանը հադել է, մեկը ասում է թույն է տարածել, մեկը ասում է վիրուս է բերել, դրան ոնց լուրջ վերաբերես։ Ու արդեն պետությունը ներքին գործերի նախարարությունը արդեն հերկել էր այդ ժամանակ։ Ունենք սահմանամերձ բնակավայրեր ու շատ կան ընդհուպ մինչև այդ տեղի վարչական ղեկավարներն են անգամ շատ հաճախ նման օրինակ ինֆորմացիաների զոհ է դառնում։ Քանի որ սահմանամերձ համայնքի բնակիչ եք, որտեղ շատ է շրջանառվում այլ երկրներից Հայաստանին ուղղված սպառնալիքների, տնտեսական ու քաղաքական մարտահրավերների թեման որքանով եք դա հիմնավոր եւ իրական համարում։ Ապահով չենք, ես ճիշտ եմ ասում, մեր սահմանի հետ բացել նոր իրանք ասում են, թուշկը մոտիկ է սահմանի բերան է, մենք որ վախենում ենք, չեմ իմանում։ Մենք գիշերը վախով ենք քնում, այս լույսերն նոր ենք հաշել, չկար, դասի լույսերը։ Մեր առևտուրը Թուրքիայի հետ կապված է Վրաստանի միջոցով։ Մի լավ է մենք վրացիներին հարստացնենք, թող մեր սահմաններն մենք անցնենք, մեր առևտուրը կատարվի հենց միանգամից մեր Հայաստանի միջոցով։ Տնտեսական առումով հնարավոր է դեպի լավը փոփոխություններ լինեն այդ դեպքում, բայց մարդկանց մոտ կա մտավախություն սահմանահատությունների կամ սահմանի հետ կապված մարդկանց անցուդարձի հետ կապված այլ խնդիրների մտավախություններ կան, բայց իմ կարծիքով դրա հետ կապված պետք է աշխատեն համապատասխան մարմինները մտածեն, զգան, որ լիարժեք ապահով կլինի բացվելու դեպքում։ Այդ կարծիքը հակասական է, մարդիկ կմտածեն, որ սահմանների բացումը լուրջ անվտանգային խնդիրներ կլինի, բայց եթե տնտեսության կողմից դիտարկենք, դա օգուտ է ու վնաս չէ, որովհետև եթե ներկրում ապահովենք, հիմնական շատ ապրանքներ էժան կլինեն եւ տնտեսությունը իրոք կշահի եւ շարժ կլինի։ Մտածում եմ, որ Հայաստանի ապրանքը չի դիմանա, չգիտեմ ինչ կլինի, բայց այնպես չի, որ դա իրականությանը կարծում եմ չի համապատասխանում, որովհետև յուրաքանչյուր ապրանք իրենից ներկայացնում է ներմուծման ծախսեր, հարկեր, ինչ է լինի, տեղական արտադրանքը կարծում եմ ավելի մրցունակ կլինի, որովհետև վերջին ժամանակներում հայ արտադրողները սկսել են ապրանքի ինքնարժեքի մասին մտածել, ավելի էժան ու որակով ապրանք ստանալ, ի վերջո մեր ժողովուրդն էլ միշտ տեղականին վստահում է։ Չի դիմանա, 100% չի դիմանա։ Թուրքիայի տնտեսությունը ու մեր ուրա տնտեսություն։ Ես ֆերմեր եմ եղել, հեչ մի բան չունիմ։ Ինչի համար չունիմ։ Դե եթե այդ տեսակետից հաշվենք, մնացած երկրներից է ներկրումներ կան ու գյուղատնտեսական ապրանքներ շատ են գալիս Հայաստան, մրցակցային կլինի։ Պետք է բոլոր երկրներից էլ զգուշություն պահպանել, քանի որ հաստատ մեզ համար ոչ ոք պարտավոր չի ինչ-որ բան անել, ամեն մեկի իր շահ ունի։
տարածաշրջանը հենց կոչվում է սահմանամերձ, մենք բոլորս էլ սահմանապաներ ենք, բայց միշտ զգոն ենք։ Միշտ անծանոթ մարդկանց ում տեսնում ենք, միշտ հարցնում ենք իրանց խոսքի գալը, նպատակը որն է։ Մենք չենք վախենում։ Իմ պատմության մեջ ես չեմ լսել, որ տենց ինչ-որ սահմանահատություն ասնի ու այդ չարագործը հասնի իր ուզածին, միշտ էլ կանխվել են համապատասխան մարդկանց կողմից, դե մենք էլ բնակվելով այս գյուղում, ստեղ ապրել ստեղծելով հետևողական ենք սահմանի անցուդարձին, սահմանապանների հետ էլ կարիք եղած ժամանակ համագործակցում ենք վտանգներից խուսափելու համար։ Ըստ ձեզ նախընտրական շրջանում նկատում եք կեղծ կամ մանիպուլյատիվ լուրերի աճ եւ ով պետք է պայքարի ապատեղեկատվություն տարածողների դեմ։ ԱԱՑ-ը դե հիմնականը մեր ԱԱՑ-ը պետք է զբաղվի այդ գործերով։ Մենք ասենք խոսքի ինքը գրեց, ես պատասխան գրեմ իրեն։ Իմ կարծիքով ազգային անվտանգությունը մեխանիզմ պետք է մշակի, որ հսկվի ամբողջը։ Ինչը որ գռեհիկ է, տեղեկատվություններն են գռեհիկ մատուցում ու այդ ամեն ինչից շատ հրատապ, չգիտեմ, կարծում եմ 4 օրից դրական փոփոխությունների միջոցով ազատվել է պետք։ Ամենքի իր հերթին պետք է ինչ-որ գործողություններ ձեռնարկեն կանխել, բայց առաջին հերթին անհատը մարդը նայելուց պետք է հետևի աղբյուրին, ստագությանը հետևի, ռեյտինգին հետևի, այդ տվյալ աղբյուրի նոր լուրերից սկսի օգտվել է։ Մտնելով նախ տեսնում եմ, թե ինչ է նյութը պարունակում իր մեջ եւ հետո փորձում եմ այլ տարբեր տեղեկությունների միջոցով հասկանալ դա կեղծ է, թե սուտ։ Ըստ իս ամենամեծ պայքարողը պետք է լինի պետությունը, պետք է ունենա հստակ մշակված ռազմավարություն կոնկրետ լրատվության ասպարեզում ու ամեն մեկը, ով որ հնարավորություն ունի հեռախոսի տեսախցիկից ինչ-որ վիդեո հրապարակելու, ինքը միանշանակ չունենա դրա հրապարակման հնարավորությունը։ Նման մարդիկ էլ տարբեր երկրներից ուղղորդվում են, իրենց նպատակը այլ է, դրան էլ եմ հասկանում, ուղղակի նման մարդկանց պետք է արմադախիլ արվի Հայաստանից։ Այդ մեդիա գրագիտությունը ասված է այնքան էլ զարգացած չի հայ հասարակության մոտ։ Եթե սերունդը կրթված է լինում, բոլորս էլ կարողանում ենք մեր դերում ունենալ երկիրը պաշտպանելու մեջ։ Բացի այդ ֆեյք լուրերից հնարավոր է կեղծ հեռախոսազանգեր փորձեն ներկայանալ ինչ-որ լրատվամիջոցներից, ներկայացնեն թե էլի համագործակցել են, պետք է հետևողական եւ ուշադիր լինել այդ ամեն ինչի։